Սահմանադրական հանրաքվեից առաջ Սերժ Սարգսյանը հանդիպումներ ունեցավ մարզպետների հետ։ Հանդիպումներից հետո նախագահականի տարածած հաղորդագրության մեջ կարդացինք, որ Շիրակի մարզի համայնքների գազաֆիկացման ցանցի ընդլայնման, բարձր լեռնային համայնքների հնարավոր բաժանորդների պահանջարկի բավարարման նպատակով էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է Շիրակի մարզպետի հետ համատեղ ուսումնասիրել մարզի գազաֆիկացման պահանջարկ ունեցող համայնքներում անհրաժեշտ ներդրումների ծավալները, հնարավոր բաժանորդների հստակ թվականակներից ելնելով համապատասխան տեխնիկատնտեսական արդյունավետության հաշվարկները ներկայացնել կառավարություն և Գազպրոմ Արմենիա փակbaşնետիրական ընկերություն, ներդրումային առաջնահերթություններում հաշվի առնելու նպատակով։ Այսօր էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ամփոփիչ ասուլիսի ժամանակ ներկայացնելով 2016 թվականի անելիքները ոչինչ չասաց Սերժ Սարգսյանի նախընտրական շրջանում տրված հանձնարարականի մասին։ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ իրոք ուսումնասիրվել են բոլոր հնարավորությունները եւ ծավալները եւ բոլոր արդյունքները ուսումնասիրություններից հետո ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարություն քննարկումների փուլում են, տեսնենք ոնց կլինի, ձեզ կտեղեկացնենք։ Այսինքն գազաֆիկացվելու են, թե ոչ։ Կասենք ձեզ, ուսումնասիրություններ արվել են, արդյունքները ներկայացվել են նախ կառավարություն։ Նշենք, որ ԱՅՈ-ի նախընտրական քարոզարշավը չգազաֆիկացված գյուղերում հենց այդ շեշտադրմամբ էր անցկացվում եւ ներկայացվում էր, որ քաղաքացիները ԱՅՈ եւ ոչ են ասում ոչ թե սահմանադրության, այլ գազաֆիկացմանը։ Ինչ վերաբերում է կառավարության դիմումին, որով Հայաստանը Ռուսաստանին խնդրել է նվազեցնել գազի գինը, Զախարյանը միայն նշեց, որ հարցը բանակցությունների փուլում է։ Ինչ ակնկալիքներ կան դրա հետ կապված, դժվարանում եմ ասել, տեսնենք, աշխատում ենք ամեն ինչ անել, որպեսզի վերանայվի։ Արդյոք Ռուսաստանը հիմքեր ունի մերժելու Հայաստանին եւ ինչու է գազը Եվրոպայի համար 1/3-ով իջնում, իսկ Հայաստանի վրա ամբողջ աշխարհի գնային փոփոխությունները չեն անդրադառնում։ Նախարար պատասխանել հրաժարվեց, ասելով, թե բանակցությունների ընթացքի վերաբերյալ որևէ տեղեկություն տալ չի կարող։ Ռուսաստան-Հայաստան գազատարի մասով կարող եմ ասել մոտորապես ընդհանուր թողունակությունը հզորությունը մոտորապես տարեկան 4 միլիարդ խորանարդ մետր։ Այսօրվա մեր ծախսը 2 միլիարդ խորանարդ մետր է մոտորապես։ Եվ եթե այդ 2 միլիարդ խորանարդ մետրի մենք գումարում ենք այն 1 միլիարդ 200 միլիոնը, որը մենք պիտի ստանանք Իրանից ջերմէլեկտրակայանի բլոկների, նոր բլոկների շինարարությունից հետո, ապա իհարկե իրանական կողմից մենք այդ գազի ծավալները փոխարինել ռուսական գազի դիմաց մենք չենք կարող, որտեղ նման հզորություններ մենք չունենք այսօր։ Գործող հզորություններ չկան։ Ծրագիրը, որը ենթադրում է Հայաստանի միջոցով Իրանից Վրաստանին գազ մատակարարել, դեռևս բանակցությունների փուլում է եւ նախարարը չի կարող ասել, թե Հայաստանը բացի տարանցիկ երկիր հանդիսանալուց ինչ օգուտներ կարող է ակնկալել դրանից։ Հիշեցնենք, Իրան-Հայաստան գազամուղը, որի միջոցով այդ մատակարարումը ապահովում է, պատկանում է Գազպրոմին։ Իսկ Հայաստանի համար գազամատակարարման այլընտրանքային տարբերակի մասին խոսելիս նախարարը ասաց. Իրանի հետ այսօր գազի մատակարարման հարցով բանակցություններ չեն տարվում։ Իրանի հետ գազի վերաբերյալ մատակարարման հետ կապված լուրջ բանակցություններ Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից չեն տարվել։ Իրանի դեսպանի կողմից հայտարարություն, որ ավելի էժան գազ կտան, քան ռուսական գազը չի եղել։ Ոչ էլ նույն գնով նման հայտարարություն չեղել։ Բերեք սահագրությունը ես տեսնեմ։ Նման հայտարարություններ չեն եղել։ Իրանը երբեք Հայաստանին չի առաջարկել, ինչպես անդրադառնում են թերթերը, Իրանը երբեք Հայաստանին չի առաջարկել $100 գազ։ Իրանը այսօր էլ չի առաջարկում ավելի էժան գազ, քան Ռուսաստանից տրամադրվող գազը։ Գիտենք, ուրեմն մենք գիտենք Իրանը ում ինչ գնով է գազ մատակարարում։ Իրանը, ես պատասխանատու եմ հայտարարում, Իրանը ոչ մի երկրի $165 գազ չի մատակարարում։ Ես ասում եմ ձեզ պատասխանատու։